Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հուլիսի 27-ն է, երկուշաբթի։ Բարգավաճ Հայաստանի ղեկավար կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա են անցկացրել Իրանի դեսպանատան առջև, դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքակազմը արդարության հասնելու համար։ Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, հայտարարել է Ծառուկյանի խոսնակի Վետա Տոնոյանը, միաժամանակ նշելով, որ Իրանի դեսպանից ակնկալում են, որ հետամուտ են լինելու այս գործընթացի բացահայտմանը։ Դեսպանատանը փոխանցվել է նամակ, իդեպ ԲՀԿ առաջնորդի խոսնակը նաև տեղեկացրել է, որ ուրբաթ օրը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նամակներ է ուղարկել նաև Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար։ 3 ժամը 19:56-ին Արարատի մարզի Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հրդեհի բռնկմամբ կան զոհեր։ M2 ավտոճանապարհին Եղեգնավան Այգավան բնակավայրերը կապող կամրջին բախվել են Toyota, VAZ և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 4 տուժած հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:13-ին, մարվել 20:20-ին։ Այրվել է Volkswagen-ը։ Փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։ Գյումրին տնակներից ազատելու, ըստ այդմ որևէ տարբերակով բնակարանային խնդիրները լուծելու թարմացված ժամկետը 2031 թվականն է 2026-ի փոխարեն։ Եվս 5 տարի երկարաձգելու որոշումը 1069 ընտանիքի է վերաբերում, բայց Գյումրիում հաշվառված ոչ հիմնական շինությունների վերջնական թիվը 2465-ն է, թեև ոչ բոլորը բնակեցված։ 3 տարում քաղաքում ապամոնտաժվել է 183 տնակ, դրանց մեծ մասը տարիներ առաջ տուն ստացած, բայց տնակը չքանդած դեպքերն են։ Անօթևանի կարգավիճակ չունեցող տարբեր ընտանեկան պատմություններով ու պատճառներով տնակում հայտնված բնակիչների խնդրի լուծման տարբեր առաջարկներ էին քննարկվում դեռ 2022 թվականին, բայց դրանցից ոչ մեկը չգործեց։ 2022 թվականին կազմված ու շրջանառվող նախագծով բնակապահովման առաջարկները վերաբերում էին ոչ միայն անօթևանի կարգավիճակ ունեցողներին, նաև այն ընտանիքներին, որոնք բնակարան ստացել են, բայց տարբեր հանգամանքների բերումով վերադարձել են տնակ, որովհետև կամ վաճառել են ընտանիքի անդամի առողջությունը փրկելու, կամ բազմանդամ են դարձել ու բաժանվել են։ Մի մասը բնակարան է տեղափոխվել, մյուսը մնացել տնակում։ Ստացանց սախեցին գոյությունը պահելու համար։ Եկան Թոմիկի մեջ շաբրան, հմել է հնարավորություն չկա։ Հմե մնացել է ես Թոմիկի մեջ։ Հմե այդ մարդուն չպետք է ապահովեք։ Էստիմացիս հարևանն էլի կեսը ստացել են, կեսը դուսն են մնացել, շատ մարդիկ կան, ես օրինակ շատ մարդուկ գիտեմ, խոսան, կսեմ, իմ օրիս է, ես էլ եմ այդ վիճակով, ինչ պդեղնի վերջերները։ Նման պատմություններով ու կարգավիճակով 1069 ընտանիք կա, նրանք անօթևանի կարգավիճակ չունեն, բայց համարվում են պետական բնակապահովման այլընտրանքային ծրագրերի շահառու։ Ներքին միգրացիայի արդյունքում են տնակներում հայտնվել, կամ իրենց բնակարանները, սեփական բնակարաններն են օտարել, սրանք հայտնվել են տնակների մեջ։ Իսկ բնակարան, պետության կողմից բնակարան ստացած կամ համայնքի կողմից բնակարան ստացած եւ օտարած մենք ունենք 213 տնակներ, որոնց հետ ըստ 1601 որոշման պետք է կնքենք 1 տարվա վարձակալության, այսինքն վարձավճար տալու համար պայմանագիր։ Իսկ թե երբ 213 ընտանիքների հետ 1 տարվա վարձակալության պայմանագիր կկնքեն կամ արդյոք այդ ընտանիքները համաձայն են, այս հարցերի շուրջ հստակեցում չունեն պատասխանատուները, իսկ բնակվարձի ամսական գումարը 60,000 դրամից չի անցնում։ Ճիշտ ասած, մեզ ձեր չտայել այդ բաները։ Կսպասենք, որ հերթերս հասնի տուն ստանալու։ Ընձիքսեն դու ընկրված ես այս համակարգի մեջ, մեկ տարիում ամիսը 60,000, ընձի պետք է, երբ որ տանվարձը արդեն 120,000 է, 60,000-ով տանվարձ է, հետո ենտադրենք, քանդեցի Թոմիկը, գնացի մեկ տարի ապրա, Թոմիկի վարձով ապրա, հետո ով պետք է տա այդ վարձը, ումից ուզեմ։ Տիկին Վարդիթերի ընտանիքը 88 թվականից այս տնակային ավանում է ապրում։ 38 տարվա մեջ 4 անձից բաղկացած ընտանիքը մեծացել է, բազմանդամ դարձել։
Մեծ ընտանիքի փայտից տան մակերեսը ընդլայնել են, կոմունալ հարմարություններ ստեղծել, բայց միևնույն է զավակների ու թոռների համար տնակում նեղմացք է։ Երկու թոշակառու ենք, երկու թոռ ունիմ տղաթոռ, հնարավոր չէ այս տոմիկի մեջ ապրել։ Բազմատամ ենք դարե, ավելցել ենք թոռներ կան, դիաշուտով թորս բանակ կեշտա, ստեղ են ծնվել, ստեղ մեծացել են, ստեղ բանակ կեշտան, ստեղ է նշանվին բդի։ Նորից թոր բդի ստեղ ունենանք։ Գյումրիում տնակներում ապրող ընտանիքների մեծ մասում երրորդ սերունդն է մեծանում։ 38 տարում թե քանի անգամ են ղեկավարությունից մարդիկ տուրթակել ու բնակապահովման առաջարկներ արել, խոսքով հույսեր տվել տնակում ապրած սերունդների տարիքներով են չափում։ Տնագի մեջ հեշտը ո՞րն է, երբ որ սաղ վեզի դե վառելիք է, то если ամեն ինչ հեշտ չկա։ Հեշտ բան չկա։ Քաղաքի երեսին եղած ոչ բոլոր տնակներն են բնակեցված, բայց իրավական առումով ոչ բոլորն են ենթակա քանդման։ Մոտ 800 այդպիսի ժամանակավոր կառույցներ են հաշվառել, բայց վերջին 3 տարում այդ թիվն ընդամենը 183-ով է պակասել։ Հիմնականում քանդել են այն տնակները, որոնց բնակիչները ինչ-որ ժամանակ բնակարան են ստացել, տունը չեն սեփականաշնորհել, որ տնակին ձեռք չտան։ Տնակներն հանելու գործընթացը դանդաղում է նաև փակ դռների պատճառով։ Դրանց թիվը 131-ն է։ Այդ 131 տնակները ընդհանրապես փակ են, բայց խնդիրը այն է, որ տնակների մեջ գույք կա։ Այն տնակը, որտեղ գույք կա, մենք իրավունք չունենք կապնելու կամ երևի որոշում կայացնենք այդ տնակները ապամոնտաժելու ընթացքում գույքը տեղափոխենք ինչ-որ պահեստարան կամ ինչ-որտեղ պահեստավորելու, տեսնենք ինչ որոշում կայացվի։ Որոշում կայացնողը քաղաքապետարանն է լինելու, իսկ փաստացի անօթևանի կարգավիճակով բնակարանահեշտում է 991 ընտանիք։ Նրանցից 383-ն է տնակում ապրում, մյուսները կամ երկրում չեն վաղուց կամ բարձով են բնակվում։ 991 ընտանիքի բնակապահովման խնդիրը առաջնահերթ է դրված, եթե բնակարանաշինական ծրագիր լինի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ով է ընտանիքում ավելի շատ ժամանակ հատկացնում տնային գործերին և խնամքին և ինչպես է դա ազդում աշխատանքի, եկամուտների և կյանքի որակի վրա։ Այս հարցերի պատասխաններն են փորձել գտնել Հայաստանում անցկացված հետազոտության միջոցով։ Աշխատանքային օրվա ավարտից հետո շատերի համար սկսվում է երկրորդ հերթափոխը՝ տան մաքրություն, ճաշ պատրաստել, երեխաների և տարեցների խնամք։ Այս աշխատանքը ժամեր է պահանջում, բայց չի վարձատրվում եւ հաճախ մնում է անտեսանելի։ Հենց այս չվարձատրվող աշխատանքի ծավալն է գնահատել նոր հետազոտությունը առաջարկելով նաեւ հնարավոր լուծումներ։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում կա խիստ գենդերային բևեռվածություն։ Չվարձատրվող աշխատանքում հիմնականում ներգրավված են կանայք։ Որևէ պարագայում այստեղ չկա մեկ լուծում, որը կիրառելի է բոլոր ընտանիքների, բոլոր իրավիճակների համար։ Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ մենք պետք է ստեղծենք հնարավորություն, որպեսզի ընտանիքը ինքը ընտրի որն է իր լավագույն շահը, եւ այդ ընտրության իրականացման արդյունքում կարողանան յուրաքանչյուր ընտանիքի անդամ իրականացնել իր պոտենցիալը ամբողջությամբ։ Հետազոտությունը նաեւ թվերով է ցույց տվել այդ տարբերությունը։ Եթե մենք վերցնում ենք կանանց մասով իրենց ամբողջ կյանքի ընթացքում, իրանց միջինում 15.3 ժամ շաբաթական ծախսվում է տան խնամքի վրա, տնային գործերի վրա եւ եւս 8-6 ժամ շաբաթական ծախսվում է խնամքի, ընդհանրապես խնամքի գործողությունների վրա։ Եթե համեմատենք տղամարդկանց հետ, իրականում տղամարդկանց մոտ այդ նույն ցուցանիշները շատ ավելի փոքր են, հա, 3-6 ժամ շաբաթական։ Այս խոսում են տղամարդիկ ամբողջ իրանց կյանքի ընթացքում, 0 օրվանից մինչև կյանքի վերջ։ Ծախսում են միջինում 3-6 ժամ շաբաթական տան խնամքի վրա եւ 2-2 ժամ շաբաթական խնամք որպես այդպիսի։ Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի խոսքով կարևոր դեր ունի նաև տարիքը։ Կանանց դեպքում չվարձատրվող աշխատանքի ամենաբարձր կետը հասնում է 30-ից 35 տարեկանի, երբ շաբաթական տնային եւ խնամքի աշխատանքներին նրանք հատկացնում են 47-ից 49 ժամ։ Իսկ տղամարդկանց մոտ նույն տարիքային խմբում ցուցանիշը զգալիորեն ցածր է, ընդամենը 8-ից 11 ժամ։ Աշխատանքային տարիքում մեր մոտ կանայք մոտավորապես 4-5 անգամ ավել աշխատանք են անում չվճարվող, քան թե տղամարդիկ։ Եվ մաքսիմալ տարբերությունը հասնում է այն տարիքում, երբ որ 23-ից 27 տարեկան հասակում, երբ որ այդ տարբերությունը 10 անգամ ավել է։ 10 անգամ ավել ժամանակ կանայք ներդնում են այդպիսի խնամքի մեջ, քան համատած տղամարդկանց։ Եվ շատ կարևոր է, որ իհարկե
ամենամեծ այդ խնամքի ստացողը իհարկե երեխաներն են, որոնք հիմնական ստացողն են այդ չվճարվող խնամքի աշխատանքների եւ իհարկե ոնց որ արդեն պարզ է հիմնական տրամադրողը դա կանայք են Ուսումնասիրության ընթացքում փորձել են նաև հաշվարկել, թե որքան կարժենար այս աշխատանքը, եթե այն վարձատրվեր։ Փոխարկման մեթոդի միջոցով տնային աշխատանքների վրա ծախսված ժամանակը վերածվել է շուկայում նմանատիպ ծառայությունների արժեքի։ Կանանց մոտ չվճարվող աշխատանքը իրանց ընդհանուր աշխատանքի մեջ կազմում է մոտ 78%, հետեւաբար ստացվում է, որ կանանց ընդհանուր աշխատանքի մեջ 78%-ի համար իրանք չեն ստանում վճարում եւ ստանում են վճարում միայն 22%-ի։ Տղամարդկանց մոտ այդ տարբերությունը լրիվ հակառակն է, հա 11% է իրանց մոտ չվճարվող աշխատանքը եւ մոտավորապես 89% վճարվող։ Մասնագետների գնահատմամբ կանանց վրա դրված կրկնակի ծանրաբեռնվածությունը հաճախ նրանց կանգնեցնում է դժվար ընտրության առաջ, ստեղծել կարիերա թե ընտանիք, իսկ դա ըստ նրանց իր հերթին կարող է առաջացնել ժողովրդագրական խնդիրներ։ Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ կամ-կամը փոխարինվի եւ-ով, այսինքն կինը, տղամարդը, ընտանիքը հնարավորություն ունենան եւ իրենց կարիերայում անել այն ինչ որ կարող են, այն ինչ որ ցանկանում են, ունենալ ֆորմալ զբաղվածություն եւ նաեւ կարողանան ժամանակ հատկացնել իրենց ընտանիքին։ Սա չի նշանակում բնականաբար, որ մենք պետք է վարձատրենք տանը ցանկացած կատարած աշխատանքի համար, բայց առաջին հերթին նշանակում է, որ գոնե սոցիալ-տնտեսական հավասար պայմաններ պետք է ունենան, օրինակ ապագայում կենսաթոշակային տարիքի անցնելիս։ Տիգրան Ջրբաշյանը նշում է, որ այս համատեքստում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստացածների զգալի մասը կանայք են, սակայն նրանց ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Նրա խոսքով նույնիսկ աշխարհի զարգացած երկրներում խնամքի համակարգում անհավասարություն կա, բայց այն այնքան մեծ չէ, որքան Հայաստանում եւ ներկայացնում է երկու հնարավոր լուծում։ Մանկապարտեզներ, մսուրներ, խնամքի ծառայություններ, հաշմանդամության մեծերի համար տան մաքրության հետ կապված, տան խնամքի հետ կապված, այս են ամբողջ ինդուստրիան է, որը գոյանում է, նրա համար, որ տալ տնային տնտեսություններին այլընտրանքային լուծում եւ տնտեսապես ռացիոնալ որոշումների կայացման պայմաններում լուծել այդ խնդիրը։ Եվ երկրորդը դա իհարկե ավելի հավասարակշռված բաշխումն է տնային տնտեսության մեջ, տղամարդկանց եւ կանանց միջև, որը թույլ է տալի նաեւ ազատել որոշակի իմաստով ավելի արտադրողական ռեսուրսը, ինչպիսին է կնոջ ռեսուրսը, եւ օգտագործել դա ավելի ավելացված արժեք ստեղծելու համար։ Լուսինե Սարգսյանի խոսքով խնդիրը միայն ընտանիքի ներսում չէ, այն ազդում է նաև տնտեսության, աշխատաշուկայի եւ մարդու իրավունքների վրա։ Ըստ նրա շատ կանայք պարզապես ժամանակ չեն ունենում իրենց առողջության, կրթության կամ ինքնազարգացման համար։ Իսկ երբ նույն մարդը միաժամանակ երկու լիարժեք աշխատանք է կատարում, մեկը վարձատրվող, մյուսը ոչ, դժվար է ակնկալել, որ նա երկուսում էլ կկարողանա ամբողջությամբ իրացնել իրեն։ Մասնագետների համոզմամբ գործատուները պետք է հաշվի առնեն աշխատողի ընտանեկան պարտականությունները, իսկ հասարակությունը արժևորի ընտանիքի խնամքին նվիրված, բայց չվարձատրվող աշխատանքը։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ ԱՄՆ եւ Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները։ Թեհրանն ու Վաշինգտոնը արձագանքել են երկու կողմերի միջև անուղղակի երկխոսությունը վերսկսելու նախաձեռնությանը, որը առաջ են քաշել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև շփումները միջնորդող Պակիստանն ու Կատարը։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայացրել են իրենց պատասխանները Պակիստանի եւ Կատարի բանակցությունները վերսկսելու առաջարկին։ Ամերիկյան եւ իրանական կողմերի պատասխանների բովանդակությունը դեռևս հայտնի չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջնորդ երկրներն առաջարկել են 10-օրյա հրադադար հաստատել ժամանակավոր համաձայնագիրը վերականգնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Բացի այդ, Ալ-Հադաթի հաղորդմամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հնարավոր նոր համաձայնագրերը կարող են ներառել նաեւ կողմերի նախկինում ստորագրված փոխհմբռնման հուշագրի դրույթների իրականացումը։ Միացյալ Նահանգները շարունակում է քննարկել Իրանի վրա ազդելու բոլոր տարբերակները եւ լրացուցիչ ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք։ Այս մասին CBS News-ի եթերում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Ուոլցը։ Նրա խոսքերով Իրանի դեմ հարվածները կասեցվել են դիվանագիտական ջանքերին ժամանակ տալու նպատակով, սակայն Վաշինգտոնը չի բացառում ռազմական տարբերակի կիրառումը, իսկ բոլոր մակարդակներով բանակցությունները շարունակվում են։ Միաժամանակ Իրանի բանակի մամուլի խոսնակ Մոհամմադ Ակրամինյան հայտնել է, որ ամերիկյան հարձակումների դադարեցումից հետո Թեհրանը նույնպես կասեցրել է ԱՄՆ ռազմական թիրախների դեմ պատասխան
հարվածները։ Նա ընդգծել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում Իրանի հարվածներն ուղղված էին հակառակորդի ռադարային կայաններին և աջակցության կենտրոններին հետագա ագրեսիան զսպելու նպատակով։ ԱՄՆ Սիեթլ քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն 2 մարդ զոհվել է ևս 5 վիրավորվել։ Դեպքը տեղի ունեցել փառատոնի ժամանակ, կասկածյալը բերման է ենթարկվել, նրա մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հրաձգություն է տեղի ունեցել նաև Չիկագոյում, հաղորդվում է 6 վիրավորի մասին։ Ոստիկանության տվյալներով անհայտ անձը մեքենայով անցել է քաղաքի բնակելի թաղամասում մարդկանց բազմության միջով և կրակ բացել։ Պատճառները հետաքննվում են, ոստիկանությունը որոնում է հանցագործին։ Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել ռուսական տարածքները։ Թելեգրամ ալիքների տվյալներով Բելգորոդում վիրավորվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում 2 երեխա։ Հրդեհվել են մի քանի բնակարան ու մեքենա, ուկրաինական դրոնների հարձակումից զոհեր կան Ռոստովի մարզում, մահացել է 2 ամուսնական զույգ, 5 մարդ վիրավորվել է, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Հարվածների թիրախում են եղել Ռոստովի առևտրային նավահանգիստը, երկաթուղային ենթակառուցվածքը և Ազովի օպտիկամեխանիկական գործարանը, որը Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մաս է կազմում։ Կրակ, փոթորիկներ, թայֆուններ և անոմալ շոկ աշխարհի տարբեր տարածաշրջաններում եղանակային ծայրահեղ երևույթները շարունակվում են նոր փորձությունների առաջ կանգնեցնել միլիոնավոր մարդկանց։ Եվրոպայում անտառային հրդեհները դեռ դուրս չեն եկել վերահսկողությունից։ Չինաստանը պայքարում է թայֆունի հետևանքների դեմ, իսկ Ռուսաստանի մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակներ են առաջացրել հրդեհներն ու ուժեղ փոթորիկները։ Եվրոպայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Ամենաբարդ իրավիճակը շարունակում է մնալ Ֆրանսիայում, որտեղ միայն վերջին օրերին ևս 55,000 մարդ է տարհանվել Ժիրոնի 6 բնակավայրերից։ Ընդհանուր առմամբ վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվածների թիվն արդեն գերազանցել է 370,000-ը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեսի խոսքով կրակը քաոտիկ կերպով շարժվում է դեպի Բորդո, իսկ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անբարենպաստ։ Հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 42,000 հեկտար տարածք, դառնալով երկրում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշորներից մեկը։ Տարեսկզբից ի վեր Ֆրանսիայում այրվել է մոտ 98,000 հեկտար տարածք։ Հրշեջները նշում են, որ հրդեհն արդեն ստեղծում է սեփական օդային հոսանքներ, նույնիսկ կրակե հողմապտույտներ, ինչը դրա տարածումը դարձնում է անկանխատեսելի։ Կրակի պատճառով փակվել է Իսպանիա տանող ավտոմայրուղու 60 կիլոմետրանոց հատվածը, սահմանափակվել է նաև Բորդոյի օդանավակայանի աշխատանքը։ Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև բանակի ստորաբաժանումները։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքերով հրդեհի տեղայնացումը երկար ժամանակ կպահանջի, և մինչև հրդեհը չմարվի, տարհանված բնակիչներն ու զբոսաշրջիկները չեն կարողանա վերադառնալ։ Իսպանիայում ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մադրիդի, Ավիլայի և Տոլեդոյի շրջաններից տարհանվել է ավելի քան 90,000 մարդ։ Վալենսիայի շրջանում հրդեհի նոր օջախ է ձևավորվել, իսկ տեղական իշխանությունները հայտարարում են, որ կրակն արդեն գերազանցում է իրենց հնարավորությունները։ Հաստատվել է նաև մեկ զոհի մասին տեղեկությունը։ Անտառային հրդեհների դեմ շարունակում են պայքարել նաև Ռուսաստանի հյուսիսում Յամալ Նենեցյանում, որտեղ այրվում է գրեթե 8000 հեկտար տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր փրկարարներ, հատուկ տեխնիկա և ավիացիա, սակայն ուժեղ քամին շարունակում է նպաստել կրակի տարածմանը։ Միևնույն ժամանակ Չինաստանի արևելյան ափին հարվածած հզոր Նոուլ թայֆունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 23 մարդ։ Հեղեղները տեղի են ունեցել Գուանդուն նահանգի զբոսաշրջային գոտում։ Մի քանի զբոսաշրջիկներ, որոնք ճամբար են խփել, արգելափակվել են։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, հրշեջները և այլ արտակարգ ծառայություններ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Եղանակային անբարենպաստ պայմանները ստիպել են նահանգային իշխանություններին տարհանել 800,000 մարդու։ Չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, դադարեցվել է արագընթաց գնացքների մի մասի աշխատանքը, իսկ մի շարք նավահանգիստներում ժամանակավորապես դադարեցվել է նավագնացությունը։ Ուժեղ քամիների ու հորդարատ անձրևների հետևանքով վնասվել է նաև ենթակառուցվածքային օբյեկտներ։ Դոնի Ռոստովում էլ ուժեղ փոթորիկն ու տեղատարապ անձրևները տապալել են հարյուրավոր ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծերն ու խաթարել տրանսպորտի աշխատանքը։ Արտակարգ ծառայությունները շարունակում են վերացնել տարերքի հետևանքները։ Քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը հայտարարել է, որ փոթորկի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 28 մարդ, հայտարարվել է արտակարգ դրություն։ Անտառային հրդեհները, թայֆուններն ու ուժեղ փոթորիկները կրկին հիշեցնում են, որ կլիմայական ծայրահեղ երևույթներն այլևս առանձին դեպքեր չեն, այլ միտում, որի հետևանքների հետ աշխարհի տարբեր երկրները ստիպված են առերեսվել գրեթե միաժամանակ։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։
Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։